կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է, եւ մենք աշխատում ենք, կաշխատենք պայքարել այս թիմի դեմ։ Երբ դու մտնում ես մարզադաշտ, դու պետքա մոռանաս հեղինակությունը մրցակցի։ Բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին, Հունգարիայի խաղը ծանր ընթացավ, բայց պատրաստվում ենք վաղվա խաղին ու գիտենք, որ նույնպես ծանր խաղ է սպասվում, բայց կարծում եմ, որ բոլորս պատրաստ ենք։ Ես այժմ Պորտուի Դրագաու ստադիոնում եմ, որտեղ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Պորտուգալիայի ընտրանին, սակայն Հայաստանի հավաքականին կընդունի առանց իր գլխավոր աստղի։ Դուբլինում Իռլանդիայի դեմ խաղի ընթացքում Ռոնալդոն միջազգային իր կարիերայում առաջին կարմիր քարտը ստացավ։ Արդյոք այս հանգամանքը որևէ կերպ կմեղմի իրավիճակը։ Նաև մենք տեսանք Իռլանդիայի անակնկալ հաղթանակը 2-0 հաշվով։ Այո, Իռլանդիայի խաղը Պորտուգալիայի հետ ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց եթե թեորետически նայենք, տարբերությունը մեր ու Պորտուգալիայի հավաքականի շատ մեծ են։ Ինչ վերաբերվում է Ռոնալդոյի հարցով, ասեմ, որ Պորտուգալիայի հավաքականը այնքան ռեսուրս ունի, այնքան ֆուտբոլիստներ ունի իր երկրում, որ լավագույններին են հավաքում միշտ։ Ես համոզված եմ, որ իր տեղը մեկ ուրիշ լավագույն ֆուտբոլիստ կարող է փակել եւ չեմ կարող ուրախացած լինել կամ հանգիստ լինել, որ Ռոնալդոն չկա։ Այո, ես էլ ինքս հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, նա արժանի է հարգանքի, բայց ինչպես դուք եք ասում, երբ դուք ասեցիք, որ ֆուտբոլի օրենքն է այդպես։ Այո, ճիշտ եք ասում, ֆուտբոլի օրենքն է այդպես, երբ դու մտնում ես մարզադաշտ, դու պետքա մոռանաս հեղինակությունը մրցակցի, այլ ուղղակի տենաս, որ դեմդ թիմ է, որի հետ պետք է պայքարես եւ պատերազմես ու հաղթող դուրս գաս։ Առաջի խաղը ինձ դուր չի եկել, այո, պատճառներից մեկը դա էր, խոշոր հաշվի։ Հուսով եմ հասկացել են մեր տղաները եւ ես չեմ ուզում երկրորդ անգամ տենամ նման հարգանք։ Ես ուզում եմ երկրորդ անգամ տենամ մրցակցություն։ Այս պահին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խաղից առաջ վերջին մարզումն է անցկացնում։ Ավելի վաղ այստեղ Պորտուգալիայի հավաքականն է անցկացրել իր մարզումը։ Պարոն Մելիքյան, հասկանալի է, որ վաղը շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց այդուհանդերձ կարծում եմ հավաքականի վրա այսպես մեծ ճնշում չկա, հաշվի առնելով, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը շարունակելու հնարավորությունից թիմը զրկվել է։ Ձեզ համար ինչն է կարևոր վաղվա խաղում եւ ինչպես եք պատրաստել թիմին ու ինչ խնդիր եք դրել հավաքականի առջև։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ հարցեր։ Այո, դուք ասում եք ճնշում չկա, բայց ես զգում եմ ու մեր թիմը զգում է պատասխանատվություն։ Երբ զգում ես պատասխանատվություն, զգում ես եւ ճնշում, որովհետեւ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլը պետք է ներկայացնենք, այո, ճիշտ եք ասում, որ սա լուրջ մրցակից է մեր համար, այսօր մենք չենք կարող այն արդյունքի հասնենք ու հանգիստ լինենք այս թիմի դեմ, բայց այս թիմի դեմ կարելի է այն օգուտը ստանալ, որը որ պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, այն նպատակն է, որովհետև մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք, իսկ այս թիմը մեզ կտա լավ առիթ վերլուծել, տենալ մեզ սխալները, այս թիմը մեզ կտա լրջագույն ճնշում եւ ճնշումի տակ ես պետք է հասկանամ թիմային եւ անհատական աշխատանքը ինչ մակարդակի վրա է եւ իմ համար էլ է հետաքրքիր այն որ նշեցիք առաջի խաղը որ անհաջող եղավ այդպիսի վատ խաղ եւ հաշիվ
ինչ է փոխվել այս 2-3 ամսվա ընթացքում։ Լավ քննություն է, մենք պատրաստ ենք, ճիշտ է, ունենք կորուստներ շատ, բայց մենք պատրաստ ենք պայքարելու ու ես որպես մարզիչ կաշխատեմ ստանամ մաքսիմումը այս թիմից, մեր թիմից։ Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարային աղյուսակում 3 միավորով վերջին 4-րդ տեղում է, այլևս հնարավորություն չունենալով պայքարը շարունակել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։